երբ կյանքը վերածվում է արվեստի, իսկ արվեստը նվիրումի, ի վերջո առաջ է գալիս մի կերպար, որին դժվար է մոռանալ։ Այդ կերպարի անունն է Շարլ Ազնավուր։ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում, Սեն-Ժերմեն-դե-Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշե և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Շահնուր անունը խորհուրդ էր ֆրանսիացիներին և դժվար արտաբերվող։ Ուստի ծննդատան բուժքույրը առաջարկում է երեխային Շարլ կոչել։ Պատանի Շարլը երազում էր դերասան դառնալ, բայց նաև ժառանգել էր հոր գեղեցիկ ձայնը, ով Ֆրանսիա տեղափոխվելուց հետո հաճախ էր երգում տեղի ֆրանսիական ռեստորաններում։ Շարլը սկսեց ելույթներ ունենալ արվեստի դպրոցում և շուտով սկսեց ավելի հաճախ երևալ դեղում, իսկ որպես բեմական անուն ընտրեց ազգանվան մի մասը՝ Ազնավուր։ 17 տարեկան Շարլը ելույթ էր ունենում ակումբներում, երաժիշտ և կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ Ճիշտ է, Ռոշ և Ազնավուր դուետը շատ սրտեր և բեմեր գրավեց, բայց այդ պահին փառքը դեռ շատ հեռու էր Ազնավուրից։ 1944 թվականին Շարլը զգաց հաջողության համար, բայց որպես հեղինակ, ոչ թե կատարող։ Նրա առաջին «Ես խմել եմ» երգը կատարում էր Ժորժ Կուլմերը, բայց Ազնավուրը երազում էր ֆրանսիական մեծ բեմերը անձամբ գրավել։ Արդեն մեծ հռչակ վայելող Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը ճակատագրական եղավ Շարլ Ազնավուրի համար։ Պիաֆը նկատել էր Պիերին ու Շարլին իրենց երեկոյան ելույթների ժամանակ։ Նա նույնիսկ համոզեց Շարլին վիրահատել իր հայկական մեծ քիթը։ Բացի երգելուց, Ազնավուրը նաև հաջողություններ է գրանցել կինոարվեստի ոլորտում։ Նա խաղացել է շուրջ 60 ֆիլմում, հանդես գալով մեծ և փոքր դերերով։ Նրա ամենահայտնի ֆիլմերից է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը։ Ֆիլմ «Անցյալում ներկայի», պայքարի ու ցավի, հիշողության և չլռող ձայների մաս։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը տակնուվրա արեց նեղ աշխարհահռչակ հայի սիրտը։ Նա հիմնադրեց Ազնավուրը Հայաստանին բարեգործական հիմնադրամը։ Քեզ համար Հայաստան երգի նկարահանումներին մասնակցում էին 80-ից ավելի երգիչ և դերասան։ 1995 թվականին Ազնավուրը նշանակվեց Հայաստանի բարի կամքի դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Ազնավուրը հորից ժառանգել էր նաև իր մարդասիրությունը և բարությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քրոջ Այդայի հետ օգնում էր հորը, ով ապաստան էր տալիս մի շարք հրեաների և հայերի։ Այս մեծահոգության համար 2017 թվականին Շարլ Ազնավուրը արժանացավ Ռաուլ Վալենբերգի անվան մրցանակ։ 2018 թվականին Շարլ Ազնավուրի երկայնք կյանքը ընդհատվեց։ Նա մահացավ 94 տարեկանում Մուրիեսում։ Կան ձայներ, որոնք երբեք չեն ծերանում, դրանք շարունակվում են ժառանգության պես։ Այդ չմարող ձայնն է Շարլ Ազնավուրը։